Ուրեմն ինչ վախեր ունեմ ես որպես բժիշկ եւ ինչ չեմ անի, 3 կարևոր բան եմ դուրս գրել։ Ուրեմն առաջինը չեմ գնի հատկապես եւ չեմ էլ ուտի, եթե ինչ-որ մեկի սեղանի շուրջ եմ նստած ու չգիտեմ դա ինչ տարայից է բացված, երբեք չեմ ուտի ինչ-որ թթուներ տարբեր շուշանի, սինդրուկի, վարունգի, պղպեղ, պահածոյացված եւ այլն, դրանք չեմ ուտի, որովհետեւ այն կարող է պարունակել մեծ քանակությամբ բոտուլոտոքսին, իսկ բոտուլոտոքսինով վարակվելու դեպքում բոտուլիզմը չունի բուժում եւ կարող է սպանել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր ընկածրամանակահատվածում հարգելներս այդ պատճառով ստեցություն պահածոներ, էլ չեմ ասում սնկերի մասին, հա, սունկը նույնպես ոչ։ Երկրորդ բանը, որ ես չեմ անի, դա անտուն կենդանիներին սիրելն է, շուռն է, պաչելն է, մի քանի օր առաջ Երևանով զբոսում եմ, տեսնում եմ երիտասարդ տղա անտուն կենդանում բռնել է ու սենց մի խոսքով։ Ես կենդանիներին շատ եմ սիրում, շատ կողմ եմ իրենց պաշտպանմանը, պատվաստմանը, իրենց կյանքի որակին, իրենց առողջության հետևելուն շատ եւ սիրում եմ հատկապես շներին, բայց ես անտուններին չմոտենա, չեմ շոյի, չնայած տնայիններին նույնպես առանձնապես շատ չեմ այդպես մտերմանում։ Ինչու որովհետեւ կենդանիները կարող են վարակված լինել կատաղությամբ ու կատաղության վարակը մանրէները, որոնցով փոխանցվում է այս վարակը, գտնվում են կենդանիների թքում ու կարող են անցնել, նաև ճանկերին, հա, կարող են անցնել ոչ միայն ճանկռելու, կծելու, այլ նաև պարզապես թութուկը վերքի այսպես շփման դեպքում։ Եվ հետեւաբար ոչ հարգելիներս, եւ երեխայից նույնպես սովորեցնում եմ, որ չի կարելի, սիրում ենք իրանց շատ, փոք ենք տանում, բայց հեռից։ Անմիջապես ամեն դեպքում կոնտակտ ցանկալի չէ, ցանկալի որն է չի կարելի։ Երրորդ բանը, որ ես չեմ անի, դա չլվացած մրգեր, բանջարեղեններ, հատապտուղներ, ոչ մի բան, չլվացած չեմ ուտի ամեն դեպքում եւ նույնը սովորեցնում եմ երեխաներին։ Ինչու որովհետեւ հատկապես հատապտուղներ, էլի հողին հարող մթերքներ, եթե դուք չլվացած վիճակում ուտեք, ապա շատ հնարավոր է վարակ համակաբուծային, ասկարիդ, էխինոկոկ։ Էխինոկոկը այսպես բշտիկների առաջացնում լյարդում, թոքերում, այլ պարենխեմատոզ օրգաններում ու այդ ականքին հեռացնելու համար երբեմն անհրաժեշտ են լինում լայնածավալ վիրահատություններ, հարգելիներս։ Այնպես որ այն որ ասում է փորձի կեր, եթե քաղցր է, կառնես, քաղցր չի, չես առնի, շնորհակալություն, ստեսություն։ Այնպես որ հարգելիներս, ես էլ ունեմ վախեր, բայց այս բաներ եղեք իրազեկված եւ բոլորիդ առողջություն։